Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունել է զինված ուժերի այն հոգևոր սպասավորներին, որոնց ծառայությունը բանակում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Նորին սրբությունն իր հայրական օրհնությունն ու երախտագիտությունն է հայտնել գնդերես քահանաներին, բարձր գնահատելով նրանց տարիների նվիրյալ աշխատանքը զինված ուժերում։ Վեհափառ հայրապետը մասնավորապես կարևորել է հոգևոր հայրերի դերը զինվորականների շրջանում հավատքի զորացման, հայրենասիրական ոգու ամրապնդման եւ բանակում բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման գործում։ Հանդիպման ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր սպասավորներին նոր նշանակումներ է կատարել, հորդորելով նրանց նույնպիսի եռանդով եւ պատասխանատվությամբ շարունակել իրենց առաքելությունը եկեղեցական ծառայության նոր վայրերում։ Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ տեղահանված հոտի։ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, խնդրել մեջբերում նրա անհապաղ բարոյական եւ դիվանագիտական առաջնորդությունը երկու խորապես մարդասիրական եւ հոգևոր նշանակության հարցերում։ Այն է հայ ռազմագերիների եւ պատանների վերադարձը, ինչպես նաեւ անհետ կորածների կամ նրանց աճյունների որոնումը։ Արցախի թեմի եկեղեցիների քրիստոնեական հուշակոթողներ եւ պատմական գերեզմանների ոչնչացումը, որը մաս է կազմում համաշխարհային կրոնական ժառանգության, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կարևորել է եւ դիտարկել որպես երկրորդ կետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևան կժամանի փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը կմեկնի Բաքու։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով 2026 թվականի հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի օդում փոշու պարունակությունը զգալիորեն գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Մասնավորապես կենտրոն վարչական շրջանում գերազանցումներ են արձանագրվել ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում 4 օր, իսկ Նոր Նորքում փետրվարի 1-ին։ Թեև ծծմբի եւ ազոտի երկօքսիդների մակարդակը մնացել է նորմայի սահմաններում, սակայն փոշու բարձր մակարդակը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել։ Կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը իրավիճակը որակել է որպես հերթական քաղաքային կոլապսի նախաշեմ։ Ըստ նրա, խնդրի հիմնական պատճառը քաղաքային իշխանությունների ձնամաքրման աշխատանքների թերի կազմակերպումն է, ինչի հետևանքով մայթեզրերին կուտակվել են աղի եւ աղավազի մեծ կույտեր։ Ձյան հալվելուց հետո այդ կույտերը չեն հեռացվում, ինչն էլ հանգեցնում է օդի աղտոտվածության կտրուկ աճին։ Բնապահպանը զգուշացրել է, որ առաջիկա անձրևների ժամանակ մայթեզրերին մնացած աղավազը կհոսի դեպի հեղեղատար համակարգեր, խցանելով դրանք։ Սա իր հերթին կարող է հանգեցնել ջրհեղեղների, նյութական վնասների եւ տրանսպորտային քաոսի։ Վարագյանը շեշտել է, որ քաղաքային իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն մայթեզրերը մաքրելու ուղղությամբ, հետագայում տեղումների պատճառով սպասվող բարդություններից խուսափելու համար։ 2021 թվականին Տաշիր ընկերությունների խմբի կրկեսը ձեռք բերելուց հետո շենքի շինարարությանը զուգահեռ կրկեսային գործունեությունը ոչ մի օր չի դադարել։ Փաստերն ավելի քան խոսուն են։ 14 տարի շարունակ արտիստների մարզումներն ապահովելու համար վարձակալվել են տարբեր տարածքներ, ինչի վրա ծախսվել է շուրջ 18 միլիոն 650 հազար դրամ։ Այս տարիներին կրկեսի 15 հիմնական աշխատակիցներից եւ ոչ մեկը գործազուրկ չի մնացել։ Նրանց վճարվել է ընդհանուր շուրջ 119 միլիոն դրամ աշխատավարձ։ Սա վկայում է այն մասին, որ շենքի բացակայությունը խոչընդոտ չի եղել պրոֆեսիոնալ թիմը պահպանելու համար։ Սոս Պետրոսյանը հիշում է, որ չկա մի զորամաս կամ գյուղ, որտեղ իր սաները ելույթ ունեցած չլինեն։ Ամիսը 2 անգամ Պարոնյանի թատրոնի շենքում բեմադրվող ներկայացումները միշտ լեփ-լեցուն դահլիճներ են ունեցել։ Իսկ ուսումնական process-ը հազարավոր երեխաների համար եղել է բացարձակ անվճար։ Եթե մեկին ասեք, Հայաստանում կա մի տեղ, որտեղ կրկես են սովորեցնում անվճար, ձեզ վրա կծիծաղացնեմ։ Մենք անվճար հիմունքներով, իհարկե Տաշիր գրոպի հովանու ներքո, միշտ մեր ուսումնական process-ը անվճար է եղել։ Ոչ մի լումա մենք երեխայից չենք վերցրել։ Չնայած շենքային պայմանների բացակայությանը կրկեսային կյանքը Հայաստանում ոչ միայն չի մարել, այլև կրթել է սերունդներ։ Տաշիր արենայի դռները բաց են, իսկ մարզումային process-ը շարունակվում է նոր թափով։ Երևանի կրկեսը պատրաստ է նոր հրաշքների, պահպանելով իր գլխավոր սկզբունքը՝ լինել հասանելի բոլորի համար եւ բարձր պահել հայկական կրկեսի պատիվը ողջ աշխարհում։ Միացյալ Նահանգները շատ լավ բանակցություններ է ունեցել Իրանի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից հետո։
Իրանը կարծես շատ է ուզում գործարք կնքել։ Պետք է տեսնենք, թե ինչ կստացվի, ասել է նա։ ԱՄՆ-ի ու Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին հանդիպել են Օմանում։ Դա առաջին բանակցություններն էին երկու կողմերի միջև 2025 թվականի ամռանը Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումներից հետո։ Բանակցություններին մասնակցել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ ԱՄՆ-ի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները, Թրամփի փեսան։ Բանակցությունները եղել են անուղղակի Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ, որն առանձին հանդիպել է յուրաքանչյուր կողմի հետ։ Արաղչին իր օմանցի գործընկերոջը ներկայացրել է նախնական պլան Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ընթացիկ իրավիճակը կարգավորելու համար, իսկ ամերիկյան պատասխանն էլ բանակցությունների ընթացքում հանձնվել է իրանական կողմին։ Հանդիպումից առաջ իրանական պաշտոնյաները պնդել են, որ ցանկանում են քննարկել միայն միջուկային ծրագրին առնչվող հարցեր։ ԱՄՆ-ն պահանջել է ավելի լայն քննարկումներ, որոնք ներառում են բալիստիկ հրթիռները, Իրանի զինված խմբավորումները, Իրանի վերջին դաժան ճնշումները բողոքի ակցիաների դեմ։ We reinstated also service members who Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ի համար ընդունելի գործարքի։ Նա զգուշացրել էր Իրանին հնարավոր նոր ռազմական հարվածների մասին, հայտարարելով, որ դեպի երկրի ափեր է ուղևորվում հսկայական նավատորմ, եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղան։ Ի պատասխան Վաշինգտոնի հրետորաբանությանը, Իրանին արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրենց զինված ուժերի մատները ձգանին է հզոր հակահարված տալու։ Thank you, Madam President. That has a nice ring to it, doesn't it? Thank you. Ամերիկան ապրում է խղճի ճգնաժամ, հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին։ Նա իր ելույթում անդրադարձել է Միացյալ Նահանգների ղեկավարին, Կոնգրեսին եւ Գերագույն դատարանին։ Keeping our republic depends on you. Մենք ունենք նախագահ, որն իրեն թագավոր է հռչակել, Կոնգրես, որն ինքն իրեն վերացրել է, եւ Գերագույն դատարան, որը գերազանցել է իր լիազորությունները, ասել է Փելոսին։ Thank you for your patriotism. God bless America. Enjoy the evening. Thank you. historically black colleges. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ներողություն խնդրել նախորդին հրապարակած հետո ջնջած ռասիստական տեսանյութը, որտեղ նախկին նախագահ Բարակ Օբաման եւ իր տիկինը Միշել Օբաման պատկերված են եղել որպես կապիկներ ջունգլիներում։ Նա պնդել է, որ չի տեսել վիրավորական բովանդակություն պարունակող տեսանյութի վերջնական կադրերը եւ սխալի համար մեղադրել է Սպիտակ տան աշխատակցին։ Նա շեշտել է, որ տեսանյութը եղել է ընտրակեղծիքների մասին եւ դրա համար է հավանություն տվել հրապարակելուն։ Бажаю здоров'я, шановні українці. Перше. Повітряні сили Збройних сил. ԱՄՆ-ն Ուկրաինային եւ Ռուսաստանին նոր առաջարկ է ներկայացրել, ավարտել պատերազմը մինչեւ այս տարվա ամառ։ Վաշինգտոնն առաջարկել է դադարեցնել հարվածները էներգետիկ օբյեկտների ուղղությամբ։ Ուկրաինան համաձայնել է։ Ռուսաստանը խոստացել է պատասխանել Մոսկվա վերադառնալուց հետո։ Խաղաղության պայմանագիրը պետք է հաստատվի համազգային հանրաքվեով։ Այն կարող է տեղի ունենալ մայիսին, համապետական ընտրությունների հետ միասին։ Ամերիկացի բանակցողները ցանկանում են համաձայնության հասնել արդեն մարտին, սակայն փորձագետները սա անիրատեսական են համարում, քանի որ ընտրություններ կազմակերպելու համար առնվազն 6 ամիս է պետք։ Մոսկվան հրաժարվում է ընդունել արևմուտքի տված անվտանգության երաշխիքները։ Կրեմլը չի ցանկանում զիջումների գնալ իր սկզբնական նպատակներից։ Դոնբասի եւ մյուս տարածքների շուրջ դեռևս ոչ մի համաձայնություն չկա։ Ուկրաինայում ռազմական դրության ժամանակ ընտրություններ անցկացնելն արգելված է։ Դրա համար օրենքներ պետք է փոխվեն։ Քանի դեռ բանակցությունները շարունակվում են, ԱՄՆ-ն նոր օգնություն է տրամադրում։ Look, I think in order for talks to actually lead Պետդեպարտամենտը հաստատել է $185 միլիոն պահեստամասերի վաճառքը Ուկրաինային։ Սա անհրաժեշտ է ամերիկյան զինտեխնիկան սարքի վիճակում պահելու համար։ Չինաստանում տղամարդը փորձել է փրկել սառցակալած ջրի մեջ ընկած երեխային, սակայն ինքն էլ է հայտնվել ծուղակում։ Ականատեսի օգնությամբ տղամարդը եւ երեխան բարեբախտաբար փրկվել են։ 就你看看谁在那玩呢？说了不听。你们看，你们看，不可以过那个线，不能过那个线。